Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Armenia TV եթերում Comments հաղորդաշարն է, իսկ դա նշանակում է, որ մենք այս րոպեների ընթացքում կմեկնաբանենք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չունի, այնպես որ բոլորդ նստած դիտում եք Comments եւ ես սկսում եմ իմ մեկնաբանությունները։ Խեղճ աղջիկը ձեռքից գնում էր։ Գիշերով անիվները գողացել էին։ Այս խաղը չի բացում։ Ասում են, որ մենք օրինակ փոքր ժամանակ այսպես չէինք վարվում արտահայտությունը, ծնողները ասում են միայն այն ժամանակ, երբ տատիկն ու պապիկը իրենց կողքին չեն։ Կատվին փոքր ժամանակ աչքով էին տվել։ Օ, հələ սպասեք, ես ուր եք գնում, չհասկացա, բա ինձ ով պետք է հաց տա ուտեմ։ Փոքրիկ տղան հենց այս պահին հասկացավ իր հայրիկին։ Եթերում Comments-ն է եւ այս պահին սիրելի հեռուստադիտողներ ներկայացնում ենք տեսաշար, որի մեջ տեղ են գտել ձեր կողմից ուղարկված լուսանկարները եւ տեսանյութերը։ Պարզապես ցանկանում եմ նշել, որ հաղորդման ընթացքում մենք անպայման դեռ շատ անգամ կանդրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին։ Ձեր նմանները խայտարակում են ռեսպուբլիկան, այդ Խաչիկյանը ես եմ։ Ով դե դու ինչ ես եկել նստել կողքս չեմ հասկանում։ Ոտերս մի քիչ տաք ջրի մեջ դնեմ ու գամ։ Երբ մի կեր փոքրիկին խաբում ես, որ քնի։ Երկարատև փնտրելուց հետո վերջապես պարզվեց Լենինի գտնվելու վայրը։ Դե իմանայք ես բուրդի հարցերը ոնց եմ լուծում։ Ուր են փողերը։ Ես ոչ մի փող չունեմ, նայեք ձեռքերիս։ Այն այ, վաղը հանդիպում ենք Ավետիք Իսահակյանի արձանի մոտ, այսինքն ստեղ։ Սպասես նկարը գցեմ Facebook, դու էլ լայք տուր։ Այստեղ են ասում, գործը բուրդ է։ Էլի պլավ, չեմ ուզում։ Հալա տեսեք, ես ու ինքը նման ենք իրար։ Դոլարներ ունեմ, աշխարհը չունի։ Մի հոգել հավաքվի ու մաֆիա խաղանք։ Այսենց կբռնեմ սուրը ու կգամ։ Ապեր ջան, էդ ինչ սատեր ես պատմում։ Չէ, ոնց նայում եմ, հետևի կալոտկեքը պիտի փոխվի։ Երբ ինչ-որ տեղ պիտի գնաս, բայց չես ուզում գնալ։ Լավ էլի, ես ձեզ չասեցի խորովածը մի վառեք։ Ձեռներս բարձրացրեցի, հանձնված եմ։ Գուլպային մի հատիկը երբ չես գտնում, սկսում է դեպրեսիան։ Իսկ այս պահին անցնենք տեսանյութերին։ Առաջինը մեզ ուղարկել է Նիկոլայ Պողոսյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք Ծափիկ։ Դե ծափիկ արա, հա մի ծափիկ արա։ Հաջորդ տեսանյութում փոքրիկ Ադելին է, ով բավականին լուրջ հաջողությունների է հասել մարմնամարզության մեջ, իսկ տեսանյութը մենք անվանեցինք մի գնարելի մարզանքարա։ Մեկ, հետո երկու։ Ապրես, էլ ինչ մարզան գիտես, հլա արա։ Եվս մի տեսանյութ, որը ուղարկել է Անի Մանուկյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք փոքրիկ ոտակերը, կամ ոտակեր փոքրիկը, նույն բանն է։ Կրկին մեկ տեսանյութ մեր հեռուստադիտողների կողմից, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. փոքրիկին մի ջղայնացրեք, թե չկտա բերանը կջարդի։
Մենք իհարկե դեռ կանդրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին, իսկ այս պահին շարժվում ենք առաջ։ Բոլորս էլ իհարկե երբեմն հանդիպում ենք տարբեր հայտարարություններ, որոնք ինքնին շատ հետաքրքիր են եւ երբեմն ծիծաղելի, եւ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, տրվում է հայտարարություն։ Ջերմուկի անարատ մեղր, իսկ վաճառվում է հանքային ջրի աղ, ավելի շուտ անարատ աղ։ Տարածքը աղտոտելու համար տուգանք 1 շիշ օղի։ Այն ով տվել է այս հայտարարությունը հաստատ կուզենար, որ տարածքը աղտոտեն։ Կանանց պասասրահ, ըստ երևույթին այստեղ կանայք պաս են պահում։ Ասում են, որ շատ ուշադիր լսելով կնոջը, դուք նաև նրան եք օգնում հասկանալ, թե ինչ է ուզում ասել։ Տիտանիկ նավը մեկնում է ճանապարհորդության։ Վլադիմիր Ժիրինովսկին պատմում է իր հերթական գլուխգործոցի մասին։ Հարսնացուն հենց հարսանիքի օրվանից որոշեց նիհարել։ Մենք շարժում ենք առաջ եւ այս պահին ներկայացնում մեր հաղորդաշարի աստղային էջը, որի ընթացքում ճանաչված եւ սիրված մարդիկ հայտնվում են շատ հետաքրքիր իրավիճակներում։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է ճանաչված հայերը անճանաչելի իրավիճակներում էջը։ Ասում են, առաջներում, երբ հյուրեր էին տուն գալիս, նրանց պետք էր պարտադիր ինչ-որ բանով զբաղեցնել։ Իսկ հիմա ինչ, Wi-Fi-ի գաղտնաբառը տալիս ես ու հանգիստ կարող ես քո գործերով զբաղվել։ Wi-Fi-ի պարոլը հա հիմա ասեմ։ Դուրը փակ է, շուտ արա։ Բացեցիր ջնջել ես այս վիդեոն։ Սպասի տենամ, եթե մարդ չի գալիս, ես անցնեմ գործի։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պահին ներկայացնում մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում մենք բացառապես խոսում ենք տարբեր երկերի տեսահոլովակների լուսանկարների մասին, որտեղ իմաստը մի քիչ թվում է կասկածելի։ Իդեպ այս լուսանկարը ուղարկել է մեր հեռուստադիտողը Առնակ Մանուչարյանը։ Եվ այսպես ձեր սիրված էջը մեր եթերում։ Իմաստը էջը։ Լավ էս դարպասների իմաստը։ Այս տեսանյութը նույնպես տեղ գտավ իմաստը էջում։ You were my shadow to my life, did you fail us? Another song, you fade away. If I you and run aside, would not see us alive. Where are you now? Where are you now? Հալաուրեք։ Where are you now? Under the sea, under the sea. Where are you now? And now a dream. So was nothing where for me. I'm faded. So wrong, I'm faded. Լավ սրա երկելու իմաստը։ Մենք շարունակում ենք սիրել հեռուստադիտողներ եւ այս պահին կրկին անդրադառնում ենք ձեր կողմից ուղարկված լուսանկարներին եւ տեսանյութերին։ Այ տղա, ոնց որ տեղը չես բերում, հա։ Հիպոթեկով տուն եմ առել։ Դուք չեք հավատա, բայց ես խոտի վրա եմ նստել։ Ամուսնությունից 1 շաբաթ անց։ Տան եղած շոկոլադը ուտելուց հետո։ Իրան ասեք, ես մեղավոր չեմ իրա պոզերի մեջ, ես կապ չունեմ։ Շենքի համատիրության ժողովի ժամանակ։ Իսկական քեֆը սկսում է տորտ ուտելուց։ Խմբակային սելֆի, դե ով ոնց կարա։
պատկերացնում ես, ասում է գարաժը ծախի առնեմ։ Ասեք ես զբաղված եմ ու ընդհանրապես այսօր հավես չունեմ աշխատելու։ Այդ ճանապարհը շինարարություն են անում, այս ճանապարհով գնացեք։ Այ մարդ, ինչ եք պրոբկա սարքել։ Ավտոբուսներում հայտնվել է նոր նստատեղ, ավելի շուտ պարկատեղ։ Ես չեմ հասկանում, դուք ուրիշ կերպ չեք կարող փորձարկել կախիչը, որ դրսից լավ ոտ գա։ Այսօրվանից ես ես ծառի սեփականատերն եմ։ Ուղեղով մի քիչ մտածի, ուղեղով։ Ապե դու որտեղից ես, դեմքդ ծանոթ ա շատ։ Ինձ ճաշը կտակ սրա մեջ։ Ես ասեցի կոֆե եմ խմում, ու վերջ։ Իսկ այս պահին անցնենք տեսանյութերին։ Առաջինը մեզ ուղարկել է Աննա Նազարյանը, իսկ տեսանյութում փոքրիկը չնայած շատ փոքրիկ է, բայց արդեն հստակ ոտքի է կանգնում։ Հաջորդ տեսանյութը ուղարկել է Տաթև Կարապետյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք Կորավ։ Աղջի Եվս մի տեսանյութ, որը ուղարկել է Անի Ղազարյանը, իսկ տեսանյութում բոլորս կփորձենք հասկանանք, թե ինչ է ուզում փոքրիկը ասի։ Եվ կրկին մեկ տեսանյութ մեր հեռուստադիտողների կողմից, որը մենք անվանեցինք, մի րոպե։ Ալո։ Նորից սկսեմ։ Ալո։ Նորից սկսի։ Ալո։ Ալո, Սիտուլս։ Իտո։ Ի, Սիտուլ։ ի, ու, Ասա ալո։ ալո, Ո՞նց ես ասա։ Մեհատել ասա Սիտուլիկ։ Իտո, հի, Սիտ։ Դե պաչկով էլ աջողարակ ֆրիկների։ Ասում են, կինը խանդում է այն բանի համար, որովհետև գիտի, թե ինչի են ընդունակ ուրիշ կանայք։ Փուչիկը նման հիմար բաներից տրաքած էր ման գալիս։ Ոնց եմ զզվում այս կատուներից, սպասի վերացնեմ դրանց։ Մի նկարի թող հաց ուտեմ, էս ինչ շնորհքա։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը դեսից դենից։ Մեր այս էջի հերոսը ամեն կերպ փորձում է դառնալ երգիչ եւ պետք է ասել, որ նրա կատարումները այնքան էլ շատ չի տարբերվում որոշ երգիչների կատարումներից։ Դիտենք դեսից դենից էջը։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին ժամանակն է անցնել մեր լավագույն մեկնաբանություն էջին։ Այս էջում մենք ներկայացնում ենք լուսանկար, իսկ մեկնաբանությունները պետք է ուղարկեք դուք։ Լուսանկարը ներկայացված է լինում Facebook-ում մեր պաշտոնական comments էջում, եւ դուք ընդհանրապես տեղադրում եք ձեր մեկնաբանությունները։ Եվ այս պահին եկեք վերհիշենք, թե որ լուսանկարն է տեղադրված անցյալ շաբաթ եւ ում մեկնաբանություններ լավագույնը։ Այս շաբաթ լավագույն մեկնաբանությունը էջում հաղթեց Արամ Տոնոյանը հետևյալ
Շնորհավորում եմ հաղթող մեր հեռուստադիտողին, իսկ այս շաբաթ լավագույն մեկնաբանություն էջում կմասնակցի այս լուսանկարը։ Սպասում ենք ձեր մեկնաբանություններին, այցելում եք մեր Facebook-յան comments էջը եւ տեղադրում ձեր մեկնաբանությունները։ Իսկ մենք շարժվում ենք առաջ եւ ներկայացնում մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր իրադարձություններին եւ երևույթներին, որոնք տեսել եւ որոնց միջով անցել ենք շատ տարիներ առաջ։ Եվ այսպես comments-ը ներկայացնում է տեսած մարդիկ էջը։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր կինոթատրոններում ֆիլմ դիտելիս պարտադիր սկզբից ժուրնալն էինք դիտում, հետո նոր ֆիլմը։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր իրենց ավտոմեքենաներում ունեցել են նման գլուխգործոց՝ մագնիտոֆոն կռունկ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսպես կրկին ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ակտիվ մասնակցության համար։ Միջև ստեղ տուն չսարքեք, ես ստեղից դուրս եկողը չեմ։ Հիմա ասենց նկարի, հետո այս խոտի փոխարեն դու կնկարվես հետս։ Հայկական առաջին գլազոկը։ Նոր տեսակի բանան, մի հատ բանան ուտում ես, գլխիդ պոզեր են աճում։ Լսեք, հիմա ես պրիցելի տակ եմ։ Ժամանակակից ցեխավիկները։ Բայ աման, արդեն նոր տարին ա մոտենում։ Աչքիս այսօր մենք էլի զոհ ենք ունենալու։ Սրանք վերցրու, բայց թասը անպայման կբերես։ Դե մի հատ էլ շուրթեր ես ու վերջ։ Այս մատերից վրա տատու եմ ուզում անել։ Սրան ասեք թող հանգստանա, ես իրան բան չեմ ասի։ Երբ քնած տեղից հանում են նկարվելու։ Լավ, կերած խմած եմ։ Սկզբից ասեմ սիրում եմ ու վարդը տամ, թե վարդը տամ հետո ասեմ, որ սիրում եմ։ Երեքը մեկում։ Հենց այսպես էլ առաջացավ ջրհեղեղը։ Ոչինչ, չմտածես, ես մի օր կազատվեմ ու կգամ։ Այ հենց սա կոչվում է տնաքանդություն։ Նայեք ինչ կոշիկներ եմ նվեր ստացել։ Խոսքդ քաղցր բամբակով կտրեմ, ինձ հանգիստ թողեք։ Եվ իհարկե անցնենք տեսանյութերին։ Առաջինը մեզ ուղարկել է Անուշ Մելքոնյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք ճանապարհատրանսպորտային պատահար շատ անհարմար վիճակում։ Հաջորդ տեսանյութը մեզ ուղարկել է Արշակ Բակլաչյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք «Ասա»։ Եվս մի տեսանյութ, որ ուղարկել է Քնարիկ Ստեփանյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք «Իսկ ինձ կարողա 10 ուտեմ»։ Կտաս մի քիչ ուտեմ։ Ինձ պաղպաղակ կտաս ուտեմ։ Ստինտոտ։ Խի, Ես հետ ստինտոտ։ մի քիչ դուր, հա, մի քիչ մամային դուր, հա։ Խի, մի քիչ, խի, սառը չի բա։ Սառը չի, որ ուտում ես։ Հա։ Սառը չի։ Ամսարներ չի։ Դուր էր գնաց է որ։
Կրկին մեկ տեսանյութ, որ ուղարկել է Լիլիթ Շիրինյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք վա 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 վա։ Այն չկա որ։ Վա 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 վա։ Եվս մի տեսանյութ, որ ուղարկել է Լիզա Ասատրյանը, իսկ տեսանյութը մենք թողեցինք առանց մեկնաբանության։ Դե մարդը գործ անում չխանգարենք էլի։ Եթերում Կոմենսն է եւ այս պահին ներկայացնում ենք մեր հաղորդաշարի երաժշտական էջը, որի ընթացքում լուսանկարները երգում են։ Երգող լուսանկարների հիթ շքերթ եւ ես մեծ սիրով ներկայացնում եմ երրորդ հորիզոնականը զբաղեցրած լուսանկարը։ Ես քեզ սիրում եմ, բայց դու աչքիս ուրիշին, դու ուրիշին ես տվել քո սիրտն ու հոգին, ինչ անեմ տեսել եմ շատերի նման, սիրահարվել եմ քո տեսքին աննման, չեմ խանգարի քեզ շեմ անին նման բան, բայց որ սիրուց չխենթանամ, երևի կթողնեմ կգնամ։ Մեր հիթ շքերթի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց այս լուսանկարը։ Պաչի պուչի պաչի թուշս յարը ջան, աչքերդ գարուն են սերը ջան, մի պաչիկ դուր, որ իմ սեր անսահման չմնա անպատասխան։ Եվ վերջապես մեր հիթ շքերթի առաջին հորիզոնականը զբաղեցրել է այս լուսանկարը։ Դանակ մկրած սրեմ դանակ, տարեք բարով այելեք երկար ժամանակ, դանակ մկրած սրեմ դանակ, դանակին գերի չդարնա։ Իսկ մենք շարունակում ենք։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ դպրոցական տնային աշխատանքները ստեղծված են նրա համար, որպեսզի միմյանց հետ կռվեցնեն ծնողներին եւ երեխաներին։ Նման տեսակի լոգանքից անգամ փղերը չեն հրաժարվի։ Կուշտն ու սովածը։ Ես այս մեքենան չեմ ուզում, գույնը դուրս չի գալիս։ Իմ շատ սիրել հեռուստադիտողներ, այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջը, որի ընթացքում դուք ականատես կլինեք հաղորդումների ժամանակ պատահած տարբեր ծիծաղաշարժ դեպքերի, եւ այսպես եթերում մենք ենք մեր հաղորդումները էջը։ Եվս մեկ անգամ կներես։ Մենք շարժում ենք առաջ եւ այս պահին կրկին անդրադառնում ենք քվեարկությանը եւ ներկայացնում 3 լուսանկար։ Իսկ դուք այցելելով մեր Facebook-յան Comments page-ը քվեարկում եք ձեզ դուր եկած լուսանկարի օգտին։ Եվ նման կերպ մենք բարձում ենք տվյալ շաբաթվա հաղթող լուսանկարը։ Սակայն մինչ ես ներկայացնեմ այս շաբաթվա լուսանկարները, եկեք անդրադարձ կատարենք մեր նախորդ հաղորդմանը եւ տեսնենք, թե որ լուսանկարները մասնակցեցին քվեարկությանը եւ ում լուսանկարը դարձավ այս շաբաթվա հաղթողը։ Նախորդ շաբաթ քվեարկությանը մասնակցեցին հետևյալ լուսանկարները։ Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց այս լուսանկարը։
Շնորհավորում եմ հաղթող լուսանկարի հասցեատիրոջը եւ այս պահին ներկայացնում այս շաբաթվա լուսանկարները, որոնք դուք այցելելով մեր Facebook-յան comment page-ը կարող եք քվեարկել ձեր նախընտրած լուսանկարների օգտին։ Եվ այսպես այս շաբաթվա լուսանկարներն են։ Իսկ այսօր այսքանը ձեզ հետ կոմենտներ, որի ընթացքում մենք մեկնաբանեցինք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չուներ։ Դուք շարունակեք ուղարկել ձեր լուսանկարները եւ տեսանյութերը մեր էլեկտրոնային փոստի հասցեին, եւ լավագույնները ես անպայման կմեկնաբանեմ։ Ձեզ հետ Արմեն Թադևոսյանն էր, դուք շարունակում եք դիտել Armenia TV, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ անգամ, արդեն նոր, հետաքրքիր եւ թարմ կոմենտներով։